Բարև սիրելիս։ Բարև, ուրեմն սկսենք։ Մենք ուրախ ենք ողջունել ձեզ գալակտիկական լույսի համադաշնության անունից։ Այսօր մենք ձեզ կփոխանցենք տեղեկատվական հոսքեր։ Ամենը, ինչ փոխանցվել է ձեզ մինչև օրս մտապատկերների միջոցով, տրվել է որպես նախաբան գործընթացի, որը դուք աստիճանաբար բացում եք ձեզ համար այս խմբի միջոցով։ Իսկ այն, ինչ հետագայում կփոխանցենք, ծառայելու է ձեր այն հնարավորությունների բացահայտման գործընթացին, որոնք կազդեն ձեր հոգևոր հատկանիշների այն սպեկտրի արթնացմանը, որոնց ուղիները նույնպես դուք սկսում եք հարթել ձեզ համար։ Տեղեկությունները սկսում են բացվել, եւ այսօր այդ ընթացքը տեղի է ունենալու առավել ծրագրավորված։ Սկսենք ավատարի, այսինքն ձեր մարմնի կառուցվածքից։ Դա բջիջների միջև տարածության միավորումն է, որի արդյունքում ծագում է մարդկային գիտակցությունը։ Մարդկային գիտակցությունը այն ծրագրերի սպեկտրն է, որոնք նրա մեջ ներմուծվել են արդեն նախորդ սերունդների կողմից, ինչպես նաև այն համակարգերի կողմից, որոնցից նա զարգանալով սկսում է գերաճել։ Մարդկային ավատարն ամբողջությամբ վերցրած օրգանիզմ է, որը բաղկացած է բջջային տարածությունից, գիտակցությունից և այլ ալիքային սպեկտրներից, ինչպիսիք են հուզումները, ապրումները, զգացմունքներն ու էներգետիկական հոսքերը։ Ձեզ պետք է գիտակցել, որ երբ թեթևացվում է ավատարի վիճակը ընկալելու համար այն էներգիաները, որոնք դեպի նա է բերում հաղորդակցական համակարգը, այդ ժամանակ նա ի վիճակի է իր միջով ընդունել ծրագրային վիճակի հնարավորությունների մեծ սպեկտր։ Ահա, նրանք նկատի ունեն, որ հնարավոր է ինձ պետք է ինչ-որ կերպ թեթևացնել իմ ավատարը, գիտելիքներ ընդունելու համար։ Ես պատրաստ չեմ անմիջապես անցնել այդ վիճակին, այլ պետք է անեմ դա աստիճանաբար։ Քեզ պետք է հասկանալ, որ ժամանակն է սկսել աստիճանաբար հարստացնել քո վիճակը։ Անհրաժեշտ է հեռանալ կենդանական սպիտակուցներից, գլուտեն պարունակող սննդից և այլ ծրագրերից, որոնք խանգարում են քեզ, փոխանցել առավել մաքուր տեղեկատվություններ, ուստի մարմինը մաքրելու համար անհրաժեշտ է աստիճանաբար անցնել ավելի թեթև սննդի։ Մենք հասկանում ենք, որ դա կարող է դժվար լինել, բայց մենք քեզ տանում ենք դեպի ըմբռնումը գործընթացների, որոնք աստիճանաբար կսկսեն տեղի ունենալ։ Մենք տալիս ենք քեզ տեղեկություններ, որպեսզի դու գիտակցես, որ դրանք անհրաժեշտ են քո զարգացման համար։ Դա կօգնի քեզ ավելի շատ էներգիայի հոսքեր փոխանցել, ինչն էլ իր հերթին պահանջում է մարմնի թեթևացում։ Այդպես դու կկարողանաս ավելի շատ տեղեկատվություն ընկալել և մեկնաբանել։ Համապատասխանաբար, անհրաժեշտ է փոխել քո ամբողջ ֆիզիկական ավատարի կառուցվածքը։ Սա աստիճանաբար կատարվող գործընթաց է, որը տեղի կունենա քո միջոցով ներմուծվող գիտելիքների աստիճանական բացահայտմանը զուգընթաց։ Սկզբում այդ գիտելիքները կլինեն ամենացածր մակարդակում, որպես տեսություն, որը դու աստիճանաբար բացում, գիտակցում և ընդունում ես ալիքի միջոցով։ Երբ փոփոխությունների ժամանակը գա, դու որակական փոփոխություններ կապրես քո ֆիզիկական մարմնում և այդ ժամանակ ընկալումը կպահանջի սննդի ամբողջական փոփոխություն և աշխարհի ներառյալ օրվա ժամերի հետ փոխգործակցություն։ Քունը կնվազի, արթուն ժամանակը կավելանա և կանցնես կատարելապես նոր ռեժիմների։ Սա պետք է հանգեցնի նրան, որ դու սկսես քեզ վրա զգալ այն էներգիաների ազդեցությունը, որոնք կտրվեն և կկարողանաս դրանք փոխանցել այլ մարդկանց։ Ինչ վերաբերում է Սամվելին, պարտադիր չէ, որ նա նույնպես անցնի նման գործընթաց։ Նրա անցումը կիրականացվի գիտակցված մասնակցության միջոցով։ Դա նշանակում է, որ նա կընկալի իրեն տրվող կոդերը և կփոխանցի դրանք իր սեփական գիտակցության միջոցով, ազդելով մարդկանց զանգվածների վրա։ Ըստ էության, նրա խնդիրն է փոխանցել այս գիտելիքներն ու էներգիաները մարդկանց, բայց ինչպես խոսեցինք նախորդ դասի ժամանակ, անհրաժեշտության դեպքում
Սամվելը նույնպես կարող է անցնել ավատարի փոխակերպման այդ գործընթացը։ Սակայն մենք դրանում սուր անհրաժեշտություն չենք տեսնում։ Սամվելի անցումային վիճակը տեղի կունենա աստիճանաբար, նրա գիտակցական համակարգի միջոցով։ Նա կընկալի այն թրթիռները, որոնք փոխանցվում են հաղորդատուի ալիքից, եւ իր մտքերով եւ գործողություններով կազդի թե իր եւ թե շրջապատի վրա։ Իսկ դու, Օլգա, քո հերթին արդեն պատրաստ ես ընկղմվել այդ գործընթացների մեջ, դրանք գիտակցելու եւ քո ավատարի մեջ ներդնելու համար, որպիսի փոխես նրա տեսքն ու կառուցվածքը։ Դա կարևոր է, քանի որ մարդկային ռասան այժմ գտնվում է զարգացման նոր աստիճանի վրա եւ դու պետք է օրինակ դառնաս ուրիշների համար։ Իսկ դրա համար դու նախ պետք է սովորես օգտագործել քո մարմնի ներուժը հանուն մարդկության զարգացման։ Ես հարց ունեմ, այսինքն ես հասկանում եմ այնպես, որ փոխակերպման ավելի բարդ կառույցները կտրվեն այն ժամանակ, երբ ես անցնեմ բոլորովին այլ տիպի սննդակարգի եւ ընդհանրապես նոր մակարդակի։ Ճիշտ է։ Հաղորդատուի միջոցով նման տեղեկություններ փոխանցելու համար անհրաժեշտ է ուժեղացնել նրա էներգետիկական տարողունակությունը։ Դրա համար պետք է մարմինը ամբողջությամբ մաքրել, այսինքն անցնել այլ տիպի սննդակարգի։ Այո։ Հասկանալի է, շարունակենք։ Այժմ ձեզ տեղեկություններ կփոխանցի Հիլարիոնը։ Նա վեհապետն է համակարգի, որը լույս է ներմուծում մարդկային ռասայի զարգացման մեջ։ Հիլարիոնը լույսի այն ուժերի ներկայացուցիչն է, որոնք երկրի վրա ուղղորդում են վերելքի եւ համբարձման գործընթացը։ Այժմ նա կփոխանցի ուսմունքը քո միջոցով, Օլգա։ Այդ տեղեկությունները քեզ կհասնեն մտային փաթեթների միջոցով եւ վահանագեղձի օգնությամբ։ Ես, Հիլարիոնը, ողջունում եմ ձեզ։ Այսօր մենք կփոխանցենք ձեզ տեղեկատվություններ այն մասին, որ սկսած այսօրվանից ձեզ մոտ անցումային ժամանակաշրջանն է սկսվում։ Դուք արդեն սկսում եք խորապես զգալ դա ձեզ վրա։ Դուք հասկանում եք, որ ամեն ինչ կփոխվի եւ հասկանում եք, որ նախկինի պես այլևս չի լինի։ Սակայն դուք դեռ չգիտեք, թե ինչ կլինի հետո, եւ շատերին դա վախեցնում է։ Բայց իրականում ձեզ սպասվում է հասանել նոր ուսմունքներ եւ գիտելիքներ։ Սա էլ հենց այն բերրի հողն է ձեր գիտակցության աճի համար։ Այսպիսով, մենք ձեզ հասցնում ենք այն ըմբռնմանը, որ նույնիսկ եթե այն ուսմունքները, որոնք այժմ ներմուծվում են ձեզ, դեռ լիովին տեսանելի չեն, դրանք արդեն որպես թրթիռային ալիքներ տարածվում եւ ազդում են համամարտկային դրոշմամոր վրա։ Այն, ինչ դուք այժմ տալիս եք աշխարհին, առանց ակնկալիքների, արդեն նպաստում է մարդկության գիտակցության աճին։ Քանի որ Հայայի մագնիսական ցանցն ավելի շատ ամրացել է, ձեր համակարգավորումը նույնպես բարձրացել է, եւ դուք կարող եք այդ գիտելիքները ուղղակիորեն փոխանցել այլ մարդկանց։ Որքան ավելի շատ մարդիկ ընդունեն գիտելիքների հոսքերն ալիքներից եւ ինտեգրեն դրանք իրենց մեջ, այնքան մեծ կլինի ձեր ազդեցությունը մարդկանց ռասայի վրա։ Այսօր մենք կպատմենք արևի սպեկտրային հոսքերի մասին, որոնք տեղի են ունենում բոլոր տարածքներում։ Որովհետև, օրինակ, Եվրասիական տարածքում գործում է հոսանքների որոշակի սպեկտր։ Համապատասխանաբար այն հոգիները, այն մարդիկ, որոնք գտնվում են այդ հատվածներում, ստանում են որոշակի բեռնված էներգիաներ, եւ մենք աստիճանաբար կբացատրենք այդ էներգիաների բնույթը։ Հետևաբար, այս գիտելիքները սկզբում կվերաբերվեն տեսական մասին, իսկ հետո մենք նորից կանցնենք արևի դարպասների մասին գիտելիքների փոխանցմանը։ Բայց դա կլինի ավելի ուշ։
երբ ձեր ընկալունակությունն արդեն պատրաստ կլինի դրան։ Առայժմ մենք տեսնում ենք, որ դեռ վաղ է, քանզի այս պորտալային էներգիայի մակարդակը բացահայտելու ունակություն դուք առայժմ չունեք։ Եվ սկզբում մենք ցանկանում ենք ձեզ նախ տալ հետևյալը. տարբեր տարածքներում դուք ունեք լույսի մասնիկների տարբեր սպեկտրային ալիքներ։ Եվրասիական միության տարածքում մեկ տեսակ, օրինակ Աֆրիկայի տարածքում բոլորովին այլ։ Չինաստանի տարածքում դրանք նույնպես այլ են։ Այսպիսով դուք պետք է հասկանաք, որ տարբեր տարածքներ ստանում են էներգիայի տարբեր որակներ։ Դա կախված է նրանից, թե ինչ ծրագրեր պետք է անցնեն մարդիկ տարբեր տարածքներում, ինչ պետք է յուրացնեն և ինչի ձգտեն։ Համապատասխանաբար դա ազդում է նաև մարդկային ռասայի վրա և դրանից է բխում, թե ինչ ուղղությամբ է նրա գիտակցությունը սկսում շարժվել, ըստ այդմ էլ սկսում է ձևավորվել նրա ապրելակերպը։ Ուստի որոշ հատվածներում անհրաժեշտ է վերարտադրել ֆեմինիստական տիպի պատերազմների նյութականությունը, իսկ այլ տարածքներում թույլատրել ավելի մասշտաբային պատերազմներ։ «Մի պահ սպասիր, չեմ հասկանում», ասացի էությունը, «չեմ հասկանում, թե ինչի մասին ես դու խոսում»։ Երկրագնդի տարբեր տարածքներում կան էներգահոսքերի բեռնման տարբեր կոդեր։ Մեկ տարածքում, օրինակ, կան սրտի բացման կոդեր, երբ սպեկտրային արևի հոսքերով փոխանցվում են այն կարգավորումները, որոնցում մարդկանց սրտերը ծաղկում են, բացվում, և համապատասխանաբար մարդիկ յուրացնում են սիրուց և փոխըմբռնումից բխող մեծ որակ։ Իսկ այլ տարածքներում կան, օրինակ, պատերազմներ, անսիրո հարաբերություններ և սրտայնության խախտման այլ կոպիտ ձևեր։ Համապատասխանաբար դա երկրի վրա կյանքի գործընթացները կարգավորելու հնարավորություն է, որպեսզի հոգիները կարողանան էներգիայի տարբեր որակներ յուրացնել։ Դրանում է կարևորությունը, և դա որպես այդպիսին չի անհետանա, այլ կվերափոխվի ավելի բարձր մակարդակների։ Սրանում է մարդկային ռասայի վրա ազդեցությունը, ուստի մարդկային ռասան զարգանում է, աճում և մասշտաբավորվում է իր որակներով, բայց այսօր մենք ձեզ կներկայացնենք հետևյալը։ Նրանք հանգեցնում են նրան, որ մենք պետք է հասկանանք, թե որ տարածքներում են ավելի շատ կոդեր փոխանցվում և որտեղ ավելի քիչ։ Համապատասխանաբար, տիրապետելով այս գիտելիքներին, տարբեր տարածքներ տեղափոխվելով, մենք կարող ենք ազդեցություն ներգործել մեր զարգացման վրա։ Այսինքն մարդկանց տեղեկություն կտրվի այն մասին, թե որ տարածքներում ինչպիսի կոդերի բեռնումներ են ընթանում, որպեսզի նրանք արդեն այս գիտելիքների հիման վրա հասկանան, թե որտեղ կցանկանային ապրել և զարգանալ։ Եվ սրան նվիրված կլինի մի մեծ գլուխ։ Սա կարևոր է, քանի որ երբ արևի դարպասներն ակտիվանան, կսկսվի վերելքի գործընթացը, իսկ նրանք… Այնքան հետաքրքիր է, Սամվել, գիտես, 6 ամիս առաջ ինձ նմանատիպ տեղեկություններ էին փոխանցում, միայն մի քիչ այլ կերպ։ Հենց հաճախորդները գալիս էին ինձ մոտ և հարցնում էին. «Օլա, ասա խնդրեմ, այս տարածքում ինչ էներգիաներ են գալիս, իսկ այս մեկում»։ Եվ հաղորդակցության միջոցով ինձ ասվում էր, որ այդ տարածքում տրվում են այնպիսի էներգիաներ, այն մեկում այնպիսի։ Դուք կարող եք ընտրել գնալ տարածք, իսկ ձեզ հետ տեղի կունենան այսպիսի գործընթացներ, կամ գնալ այս մեկը և կլինեն այլ գործընթացներ։ Մարդիկ հիմնվելով իրենց ցանկությունների վրա, արդեն ճշգրիտ ընտրում էին, թե ուր կգնան, և սա շատ կարևոր գիտելիքներ են, և դրանք անհրաժեշտ են։ Բացատրեք, խնդրեմ, ինչ կապ կա այս գիտելիքների և արևի դարպասի միջև հատկապես լուսային էներգոմարմնի ակտիվացման համար։ Ինչի համար է դա պետք։ Ես այնքան էլ չեմ հասկանում այդ գիտելիքները։ Տեղափոխվելով տարբեր տարածքներ, մարդիկ ընտրում են տարբեր վիճակներ, և կոնկրետ այդ գործընթացների ըմբռնումով
կարող են կարգավորել իրենց համար այս կամ այն ապրելակերպը։ Համապատասխանաբար դա հանգեցնում է նրան, որ երբ ակտիվանա նրանց լուսային էներգոմարմինը, այսինքն ֆիզիկական մարմնում սկսվի նրանց վերելքի գործընթացը, նրանք արդեն կկարողանան ընկալել երկրագունդը որպես որակական էներգիա և ազդել նրա վրա իրենց վիճակով։ Ինչպես դա հասկանալ։ Ժամանելով նոր տարածք և գիտակցելով, թե ինչ կոդեր են բեռնվում այդ տարածքում, մարդը կարող է ազդել դրանց վրա և փոփոխել դրանք համապատասխան իր ցանկությունների։ Այո, այսինքն լինել արդեն ոչ միայն ընդունիչ, այլև կարողանալ դրանք փոխակերպել։ Բայց այս գիտելիքներն էլ անհրաժեշտ են ինչ-որ բանի համար։ Ինչ կապ պետք է լինի այս գիտելիքների և մարդու վիճակի միջև։ Ես դեռ այդ չգիտեմ։ Աստված իմ, այնպիսի զգացողություն է, կարծես այս գիտելիքների ինչ-որ անհատակ անդունդ ենք ընկել։ Երբ դրանք բոլորը կբացահայտենք, դեռ նույնիսկ չենք էլ պատկերացնում։ Ես էլ հարց ունեմ, թողնել հետո թե հիմա տալ։ Տուր, Այո, որովհետև որքան ես հասկացա, կախված նրանից, թե որտեղ ենք գտնվում, երկրի դրոշմամոր հետ մեր հարաբերությունների ձևը փոխանցում է մեզ որոշակի տեսակի գիտելիքներ, վարքագիծ, կառուցվածք։ Բայց թես, ես համաձայնեցի և մտա հաղորդատվական տարածք, ճիշտ է։ Եվ դրա պատճառն էր իմ ամենամեծ ցանկությունը ինչ-որ կերպ օգնել իմ երկրին, Հայաստանին, ինչ-որ կերպ օգնել նրան կրկին վեր առնել։ Այո, ես ցանկանում եմ ինչ-որ կերպ դուրս հանել ինչ-որ գիտելիքներ և այդ գիտելիքները փոխանցել իմ երկրին։ Բայց միևնույն ժամանակ ես արդեն 30 տարուց ավելի չեմ կարողանում ընկնել Հայաստան։ Վերջին անգամ այնտեղ եմ եղել 1992 թվականին և վերջ։ Լավ, իսկ հիմա ինձ ասում են, որ այս դիետաների եւ այլնի հետ ես դեռ պետք է համբերեմ, այսինքն ինձ դեռ պետք չէ անցնել որոշակի սննդակարգի։ Պետք է շարունակեմ սնվել հին ձևով, քանի որ ինձ պետք է ճանապարհորդել եւ այլն։ Ինչ անել սրա հետ։ Այսինքն ճանապարհորդությունն ի վերջո Հայաստան կլինի, թե այլ գործեր կլինեն, եւ ինչպես այս բոլորն իրար կպցնել։ Ես չեմ կարողանում հասկանալ սա։ Հասկանում ես, որքան էլ ցանկանամ, ինձ չի հաջողվում դա հասկանալ։ Այս ամենը կապ ունի իրար հետ։ գիտես, ինձ ասում են, որ կարծես այնպիսի տպավորություն է, որ մենք հիմա այդ մասին չէ, որ պետք է անհանգստանանք, երբ կա ժամանակը, ամեն ինչ ինքն իրեն կկազմակերպվի, և այդ պատճառով դու ինչ-որ բան պարզելու կարիք չունես։ Տես, օրինակ, 2 տարի առաջ մենք անկարող էինք մտածել, որ կծանոթանանք և կսկսենք այս գիտելիքները փոխանցել։ Ճիշտ է, այդպես չէ։ Այո, ճիշտ է։ Պարզապես հիմա, հենց հիմա ասացին, որ մարդը գտնվում է որոշակի վայրում եւ հավաքում է որոշակի տեղեկություններ, գիտելիքներ, էներգիաներ։ Իմ 30 տարուց ավելի բացակայությունը Հայաստանում կապ ունի սրա հետ, թե ոչ։ Պարզապես հետաքրքիր է։ Իրականում դա հատուկ է արվել, թե ուղղակի այդպես ստացվել։ Դե տես, Հայաստանի կոդերը, այն տարածքը, որտեղ Հայաստանն է գտնվում, դրանք կատարելապես այլ են։ Նրանք քեզ չէին տա այն հնարավորությունները, որոնք ունես այնտեղ, որտեղ ապրում ես։ Համապատասխանաբար դու բերվել ես այս տարածք, որպեսզի այստեղ քո գիտակցությունը շատ ավելի մեծ չափով զարգանա։ Չէ՞ որ դու հասկանում ես սա։ Այսինքն այնտեղ ԱՄՆ-ում հաղորդատվությունը հայտնի է ավելի քան 20 տարի և շատ լայն տարածում է ստացել։ Կա և հարուստ գրականություն և ամեն ինչ նորմալ է այնտեղ, իսկ մեզ մոտ Ռուսաստանում մինչ օրս շատերի համար դա դեռ ինչ-որ սատանայություն և խավարամտություն է։ Տեսնում ես, թե ընկալման մակարդակի ինչ մեծ տարբերություն կա, և եթե դու լինեիր Հայաստանում, օրինակ, և զբաղվեիր այդ ամենով, կզգայի՞ր արդյոք ինքդ քեզ այնպես ազատ, ինչպես Ամերիկայում։ Ոչ, ճիշտ է։ Դա էլ հենց հետաքրքիր է։ Ինձ ասել են արդեն, որ իմ այժմյան հետաքրքրությունները պայմանավորված են նրանով, որ ես ապրում եմ այստեղ։ Եվ ինձ ասել են, որ եթե մնայի Հայաստանում, կշարունակեի ռեժիսուրան, կդառնայի հայտնի ռեժիսոր եւ այլն։ Իսկ քանի որ Հայաստանում չեմ, սկսեցի հետաքրքրվել նորատեսական փիլիսոփայությամբ, նորից մտա էզոտերիկայի աշխարհ։
Բայց այս ամենը ես արդեն գիտեմ, պարզապես ինչն է ինձ պահում։ Արդյոք այդ ամենի իրականացման համար այդքան կարևոր է իմ Հայաստանում չլինելը։ Ես օրինակ բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնք ասենք ֆինանսապես ավելի լավ չեն ապրում, քան ես, բայց նրանք գրեթե ամեն տարի հայտնվում են Հայաստանում։ Գնում են, վերադառնում են այնտեղ մի քանի շաբաթով, մի քանի ամսով, այո։ Իսկ ինձ մոտ ոչ մի կերպ չի ստացվում։ Ոչ մի կերպ չի ստացվում այդտեղ հայտնվել։ Լսիր, ինձ հիմա այնպիսի գաղափար է գալիս, այնպիսի լուսավորություն, որ ես էլ շուտով կտեղափոխվեմ այլ տարածք։ Պատկերացնում ես, որ նոր տեղում ես ավելի շատ բացահայտումներ կունենամ։ Պատկերացրու, ինչ հետաքրքիր է, գնալու եմ Ռուսաստանից։ Իրոք շատ է հետաքրքիր։ Հիմա հարց տամ քո մասին։ Ասացեք խնդրեմ, ինչու Սամվելին չի հաջողվում վերադառնալ Հայաստան։ Ինձ ուղակի ինչ-որ կոդեր են փոխանցում, պարզապես տեղեկություններ են փոխանցում, որ երկրի մագնիսական ցանցում կա գիտակցության զարգացման որոշակի աստիճանավորում, դե այսպես ասած մարդկանց գիտակցության զարգացման աստիճանավորում, և կարծես թե քեզ մոտ այդ երկրի հետ կապի ձևավորում առայժմ չկա, այսինքն քեզ հետ կապ կա դեռ չորրորդ չարխի, այսինքն չակրայի տարածքում, դու սիրում ես Հայաստանը և այլն, այո, բայց այստեղ գլխում կարծես թե կապ չկա, և այդ պատճառով դու չես կարողանում միանալ Հայաստանի թրթիռներին, հասկանում ես, այո, տես հիմա քեզ կբացատրեն այլ կերպ։ Գիտակցության զարգացման մակարդակն ու աստիճանավորումը որոշում են մարդու բնակության վայրը։ Համապատասխանաբար դուք այլևս չեք կարող բերվել այն տարածք, որտեղ ապրել եք նախկինում, քանի որ դրանք տարբեր թրթիռային մակարդակներ են։ Ուստի և ստացվում է, Սամվել, որ Հայաստանը, որպես տարածք, չի կարողանում պարունակել քեզ։ Հասկացա։ Ուրեմն դրա համար ինչ պետք է ես անեմ։ Պետք է թրթիռներս իջեցնեմ, թե բարձրացնեմ։ Ես չեմ հասել, թե գերազանցել եմ։ Գերազանցել ես, բայց այդ չէ հարցը։ Հարցը թրթիռները չեն, այլ որոշ այլ տարրեր։ Բայց ես չեմ կարող դա բացատրել։ Ես պարզապես այդպիսի խորը գիտելիքներ չունեմ։ Դա նույնիսկ թրթիռներ չեն։ Դա չգիտեմ ինչ է։ Ինչպես բացատրել։ Հիմա սպասիր։ Ինձ տեղեկություններ են փոխանցում, կփորձեմ փոխանցել քեզ։ Չեմ կարողանում տեղեկատվությունը բացել, քանի որ այդպիսի գիտելիքներ ես չունեմ։ Նույնիսկ գլուխս սկսեց քոր գալ։ Ինչու Սամվելը պարզապես չի կարող գոնե այցելել Հայաստան։ Նույնիսկ եթե գերազանցել եմ, ուրեմն ինչի համար։ Միթե ոչ այն բանի համար, որպեսզի օգնեմ իմ երկրին նույնպես բարձրացնել իր թրթիռները։ Եթե ոչ, ուրեմն ինչի համար է այս ամենը։ Ինձ հիմա փոխանցում են, որ Հայաստանն ինքնին արդեն իսկ հիանալի է։ Նա ինքը շատ հզոր է և ընդհանրապես պետք չէ օգնել նրան։ Նա ինքը ամեն ինչ կհաղթահարի։ Այսինքն, տեսնում ես, դե հասկանում ես, այո, ամեն ինչի և բոլորի նկատմամբ մենք պետք է վերաբերվենք ինչպես հավասարը հավասարի հետ։ Իսկ երբ կարծում ենք, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան մեզանից թույլ է, և մենք պետք է օգնենք նրան, մենք կարծես թե նրա նկատմամբ Աստծո դերն ենք ստանձնում։ Ահա թե ինչ է ինձ հիմա ասում Հիլարյոնը։ Ասա, ասում է նրան այդ մասին, այո։ Այսինքն ոչ ոքի պետք չէ օգնել ընդհանրապես, այո, քանի որ ըստ էության բոլորը գտնվում են այն տեղում, որտեղ պետք է լինեն։ Յուրաքանչյուր մարդ իր տեղում է, յուրաքանչյուր երկիր իր տեղում է։ Բոլորն անցնում են իրենց ինչ-որ դասեր։ Ամեն ինչ դրանից իր զարգացումն է ապրում։ Ամեն ինչ հիանալի է, ամեն ինչ կատարյալ է։ Այո, իսկ այս գիտելիքները ինչի համար դրանք փոխանցել։ Ահա հիմա պետք է հարց տաս ինքդ քեզ։ Դա ոչ միայն ցանկություն է ինչ-որ մեկին օգնել աշխարհին, այո, այլ որովհետև ի վերջո դա նաև հետաքրքիր է, դե իրոք հետաքրքիր է, այնպես չէ։ Ինձ օրինակ ճանապարհորդություններն են հետաքրքիր, էլ ուրիշ ինչով զբաղվել կյանքում։
Այո, նաև հետաքրքիր է իհարկե, որ մենք քեզ հետ այս գիտելիքներն ենք փոխանցում։ Նստում ենք այստեղ միասին, խորհում ենք, մտածում ենք, հետո ամենայն հավանականությամբ մարդկանց կպատմենք այդ մասին։ Եվ դա հետաքրքիր է, ուղղակի շատ հետաքրքիր է։ Բայց պետք չէ դրանով ոչ ոքի փրկել։ Ընդհանրապես ոչ ոքի չպետք է փրկել։ Մոտավորապես այսպես։ Ոչ փրկելու, ոչ էլ օգնելու մասին է խոսքս։ Պետք է գործ անել։ Չգիտեմ, ինձ մոտ ընդհանրապես այդպիսի զգացողություն կա, միգուցե դա փորձառությունից է, հավանաբար փորձն է հանգեցրել դրան։ Ինձ համար էլ հետաքրքիր է անշուշտ, անհավատալի հետաքրքիր է այն, ինչի մեջ մենք քեզ հետ մտել ենք, քանի որ այդ աշխարհը մեզ լրիվ անծանոթ է, մենք առաջամարտիկներ ենք համարիր, բայց ես շատ այլ բաներում էլ կարող եմ հետաքրքրություն գտնել, միայն թե ես զգում եմ, որ այն, ինչով մենք զբաղված ենք, պետք է ծառայի ինչ-որ բանի։ Սա հենց այնպես չէ, հասկանում ես։ Նորից, Հաֆիզի, պարսիկ բանաստեղծի այն իմաստուն միտքը, որ մարդը այն սրենգն է, որի մեջ փչում է Աստված։ Սա շատ-շատ հետաքրքիր է։ Իսկ ինչի համար է նա փչում, հասկանում ես։ Ոչ թե որ մարդը հիանա դրանից, չէ՞։ Չէ որ դա ինչ-որ բանի համար է արվում։ Այո, հենց այդ է բանը։ Եվ հիմա, երբ քո միջոցով այս ամենն ասվում է ինձ, իսկ ինչպես վարվել իմ անցյալ տարվա փորձի հետ, երբ ես ընդունում էի այդ ուղերձներն ամենատարբեր էություններից եւ աշտարկ շերանից, որը հենց գալակտիկական լույսի համադաշնությունից է, ինչու նա ինձ հետ կապ հաստատեց, ինչու նրանից գալիս էին այնպիսի տեղեկություններ, որոնք հստակորեն ցույց էին տալիս, որ սկզբունքորեն Հայաստանում ինչ-որ բան պետք է անպայման պատահի, եւ ես նույնպես պետք է այնտեղ հայտնվեմ, թե պարզվում է, որ դրանք ուղղակի իմ ծնորդներն էին։ Ոչ, պարզապես քեզ պետք է լիցքաթափվել եւ թույլ տալ, որ ամեն ինչ հոսի իր հունով։ Լավ, եկ վերադառնանք արդեն թեմային, կներես շատ շեղեցի այս ամենից։ Դե հասկանում եմ, որ սա, այսպես ասած, մտքեր են։ Տես, քո գլխում քո մտքերն են, իսկ իմ գլխում բոլորովին այլ, ճիշտ է։ Եվ այդ տարբեր մտքերով վերջնական նպատակին հասնելը համաձայնիր այնքան էլ հեշտ չէ, որովհետև երբ կան սպասումներ, նրանք ամեն ինչ փչացնում են, եւ այդ պատճառով ավելի լավ է առանց սպասումների, թե քեզ եւ թե ինձ համար։ Այդպես մենք ավելի ճշգրիտ տեղեկություններ կստանանք։ Սա նրանց խորհուրդն է։ Եվ ժամանակն է իհարկե, որ դու էլ սկսես տեղեկություններ դուրս հանել։ Ինչպիսին է վիճակը քո 5-րդ չարխի, չակրայի հետ։ Ինչպիսին է ընթացքը քեզ մոտ։ Դե ինձ մոտ պատահում է, որ այդ էներգիաները ճառագայթների պես իջնում են դեպի ինձ։ Մեծ օղակներով ասես։ Ես կամ այդ ճառագայթի մեջ եմ, կամ էլ այդ ճառագայթներն իմ շուրջ են։ Եվ սկզբունքորեն այդ պահին ինձ ասես ուժեղ օրորում եմ։ Երբեմն ինձ այնպես է թվում, որ այդ ես եմ օրորում ինքս ինձ։ Բայց հիմնականում ոչ, ամեն ինչ հստակորեն զգում եմ։ Դե մի 5 րոպե, 7, 3, ուրիշ ոչինչ առայժմ։ Առանձնապես ոչինչ տեղի չի ունեցել։ Ոչինչ չեմ գրել։ Այդպես։ Դե այսօրվա հաղորդատվությունը ստացվում է, ես առանց քեզ կփոխանցեմ։ Ինչպես ինձ հիմա ասում են, կկազմվի երկրների ցուցակ։ Կնշվի, թե ինչպիսի էներգիայի հոսքեր են փոխանցվում յուրաքանչյուր տարածքում։ Այդ արևային հոսքերի շնորհիվ կլինի ուժեղ տեղեկատվություն, որը նույնիսկ եթե փոխանցենք, դա կլինի ուղղակի վաու։ Վերցնենք օրինակ Ինդոնեզիան։ Ինձ ցույց են տալիս, որ այնտեղ շատ ուժեղ ծրագրերի բեռնումներ են ընթանում։ Իսկ օրինակ Եվրոպան այնտեղ ամբողջական մի էներգիա է տրվում, մեկը ամբողջի համար։ Հետաքրքիր է, չէ՞։ Եվ ես ուղղակի ցուցակ եմ կազմելու, թե որ երկիրը ինչպիսի էներգիա կստանա։ Կտրվեն գիտելիքներ, թե ինչպես է դա ազդում մարդկանց վրա։ Ինչ գործընթացներ են ընթանում մարդկանց մոտ։ Այո, հիանալի կլինի արևային հոսքի ազդեցության աղյուսակը մարդկանց գիտակցության վրա։ Այսինքն, այս ազդեցությունը, արևային հոսքի ազդեցությունը մարդկանց գիտակցության վրա մոլորակի տարբեր տարածքներում։ Եվ այս գիտելիքները անհրաժեշտ կլինեն, որպեսզի հետագայում մարդիկ կարողանան ընտրել իրենց բնակության երկիրը, ելնելով նրանից,
թե ինչ բեռնման տվյալներ են ընթանում և կոնկրետ ինչն է ազդում կոնկրետ մարդու վրա։ Իսկ հետո արդեն կսկսվեն ավելի մանրամասն բացատրություններ, թե ինչպես անցկացնել արևային հոսքը, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան կարգավորել էներգիաների իրենց ընկալումը։ Որովհետև հիշում ես, մեզ պատմում էին, որ երկիրը շրջապատված է ինչ-որ աուրայով, որը տարբեր տեղերում տարբեր հաստություն ունի։ Այ հենց սա է, որ ամեն տարածքում տարբեր էներգետիկական ազդեցություն է տեղի ունենում, և ինձ անհրաժեշտ է նստել և այս ամենը մանրակրկիտ գրի առնել։ Ինձ հիմա ասում են, որ մենք քեզ հետ պետք է ինչ-որ համատեղ աշխատանք կատարենք, պետք է համատեղ ընդունենք ալիքից և վերարտադրենք արևային հոսքին միանալու մարդու հնարավորությունները։ Դա նույնպես, ինչպես հասկանալ։ Այսինքն, քեզ հետ մեր համատեղ աշխատանքը ոչ թե այն է, որ ես այսպես նստեմ և ալիքից գիտելիքներ ստանամ, այո, այլ որպեսզի դա համատեղ լինի, այսինքն հաղորդատու պետք է լինենք միաժամանակ երկուսս էլ։ Մենք դրան էլ պետք է հասնենք, այո, այսպիսով քեզ կտրվեն կոդեր հաղորդատվություններն ընդունելու համար, որպեսզի դու նույնպես կարողանաս այդ ամենը ներբեռնել քո միջոցով։ Լավ, Եվ ուրեմն, այդ աղյուսակը ես կկազմեմ, հավանաբար այն արդեն կթարգմանվի տարբեր լեզուներով և կփոխանցվի մարդկանց։ Այն մեծ ազդեցություն կունենա մարդկանց վրա։ Շատ հետաքրքիր կլինի նրանց իմանալ այդ մասին, այո։ Իսկ քեզ հետ մեր համատեղ աշխատանքը մի փոքր այլ է։ Մեր գործը այս գործընթացներն ըմբռնելն է, բայց մենք դրան դեռ պետք է հասնենք, ինչ-որ կերպ ներբեռնենք դա մեր մեջ։ Հիմա ինձ ինչ-որ առաջադրանք են տալիս քեզ համար։ Սամվելին անհրաժեշտ է դուրս հանել գիտելիք այն մասին, թե արևային հոսքերն ինչպես են ազդում երկրի վրա և ինչպես են կարգավորում մոլորակային կյանքը։ Այդ գիտելիքները Սամվելի միջոցով կփոխանցի ինքն Արարագատը։ Տես, պարզվում է, միաժամանակ երկու առաջադրանք կլինի։ Իմ առաջադրանքն է գրառել, թե որ տարածքներում ինչ արևային հոսքեր կան, դու պետք է հարցում կատարես, թե ինչպես է ընդհանրապես մարդն ընդունում արևային հոսքը և ինչպես է այն անցկացնում իր միջով։ Սկսիր էներգիայի կուտակման վարժանքներդ։ Կոդի վրա, որ քեզ կփոխանցեն, դիր մաքուր թուղթ և սկսիր։ Հայտնիր մտադրություն, որ Արարագատը դուրս գա կապի և տա քեզ արևային հոսքի շարժման սխեման մարդու մարմնում, ինչպես է այն անցնում, ինչպես է դրսևորվում։ Քեզ դա ցույց կտրվի սրբազան երկրաչափության միջոցով։ Քեզ հավանաբար ցույց կտան մարդու պատկերը, ինչպես այն պատկերված է սրբազան երկրաչափության մեջ։ Ինչպես է սրբազան երկրաչափության պատկերացմամբ անցնում արևի հոսքը։ Ինչպես է այն ազդում, ինչպես է բացվում, ինչպես կարելի է բարելավել նրա աշխատանքը, ներմուծելով որոշ սրբազան խորհրդանիշեր։ Պարզապես, որպես գիտելիք, քեզ այդ ամենը կարող են ցույց տալ պատկերի միջոցով։ Ստացվում է, որ քո մեջ ի սկզբանե ներդրված են սրբազան երկրաչափության վերաբերյալ նախնական կոդավորված գիտելիքներ, և դու ինքդ արդեն որոշակի պատկերացումներ այդ մասին ունես։ Ես այդպիսի գիտելիքներ չունեմ, ուստի գիտելիքների այս մասը դուրս կհանես դու, կբացահայտես մարդուն սրբազան երկրաչափության տեսքով, ինչպես անցյալ անգամ երկրի մագնիսական ցանցի փոխակերպումը դու նույնպես բացահայտեցիր սրբազան երկրաչափության օգնությամբ։ Իսկ այստեղ մարդուն, թե ինչպես է ըստ սրբազան երկրաչափության մարդու միջով հոսում արևային էներգիան։ Ահա այսպիսի մի բան պետք է քեզ փոխանցեմ։ Արևային հոսքը բնութագրվում է ըստ մարդու ավատարի միջով էներգիայի մասնիկների շարժման տեսանկյան։ Եթե վերցնենք մարդու ավատարը սրբազան երկրաչափության կտրվածքով, որտեղ ներկայացվում է կյանքի ծաղիկը, կտեսնենք,
որ ուղղորդված հոսանքը խթանում է խաչաձև գծերի հետ միավորման հանգույցի հոսքը այնտեղ, որտեղ էլ հենց այդ հոսքը սկսել է կուտակվել։ Ուստի անհրաժեշտ է, որ դուք բացահայտեք հենց այս գիտելիքները։ Էներգիայի կուտակման վարժանքները կատարիր, խնդրում եմ, այս հիմքի վրա, որպեսզի հենց այս գիտելիքները ներբեռնես։ Այսինքն, քեզ հենց այդ գիտելիքներն են տրվելու, այն, որ մարդը սրբազան երկրաչափության ինչ-որ ձև է։ Նրա մեջ ինչ-որ կերպ ներմուծվում է արևային հոսքը և կուտակվում է ինչ-որ կետում։ Եվ քեզ պետք է փոխանցվեն գիտելիքներ, թե ինչպես կարելի է դրա վրա ազդել։ Ես ինքս չգիտեմ, թե դա ինչ է, ինձ ուղղակի տեղեկացրին, բայց սրբազան երկրաչափության վերաբերյալ այնպիսի խորը գիտելիքներ, ինչպես դու, ես չունեմ։ Դե տեխնիկապես ես պատկերացրի դա, այո, այսինքն հասկացա, թե ինչպես պետք է տեսնեմ դա։ Կարծես թե դա կապված է Լեոնարդո դա Վինչիի այն նկարի հետ, որտեղ մարդը շրջանակի մեջ է եւ վեցանկյուն աստղի մեջ, այո, Մերկաբայի մեջ։ Այո, մարդը Մերկաբայի մեջ։ Այո, կա այդպիսի բան, եւ դա այն անհրաժեշտ մասն է այս գրքի, որը կբացահայտվի քո միջոցով։ Այսինքն տես, այս գիտելիքները, որ փոխանցում են ինձ հիմա, քեզ մոտ դրանք արդեն կան, եւ արդեն առաջին անգամը չէ, որ դրանք փոխանցվել են երկրին։ Հիմա պարզապես պետք է այդ հիմքը նույնպես ներառել այս գրքում, ուստի քեզ հնարավոր է կգան ուրիշ հիշողություններ, որ դու ինչ որտեղ արդեն կարդացել ես գրքերից։ Ի վերջո, պատահականություն չէ, որ դու շատ գրքեր ես կարդացել, քեզ նույնպես ինչ-որ նախապատրաստություն է անհրաժեշտ։ Մի խոսքով, սա որոշակիորեն անհրաժեշտ տեսական մաս է, որը պետք է ներառել գրքում։ Քանի որ դու ինչ-որ կերպ պարունակում ես այդ գիտելիքները քո մեջ, քեզ պետք է պարզապես հիշել, այո, նստել և վերհիշել, այդ գիտելիքները կգան քեզ։ Հասկանում ես, այո։ Իսկ իմ միջոցով հետո կգա դրա ավելի ընդլայնված բացատրությունը։ Ինձ հիմա փոխանցում են, որ եթե իմ միջոցով ներմուծեիր այդ գիտելիքները, մենք գուցե ընդհանրապես չկարողանայինք բացել դրանք։ Ամեն ինչ անհասկանալի կլիներ։ Այո, եւ այդ պատճառով այդ գիտելիքները փորձեք դուրս բերել Սամվելի միջոցով։